Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիական հագուստով տղամարդիկ, դպրոցական երկվորյակ եղբայրներին քաշ քշելով, գետնին քաշ տալով տանում են անհայտ ուղղությամբ։ Դպիրներն ու սարկավակները փորձում են թույլ չտալ, որ անծանոթ մարդիկ առևանգեն Դավիթին ու Միքայելին։ Հավաքված բազմությունը ամոթանք է տալիս երիտասարդների ձեռքերը ոլորած տղամարդկանց, որոնք, ինչպես հետո պետք է պարզվեր, իրավապահներ են։ Ռուսների ու թուրքերի ծառաներն եք, դուք ռուս-թուրքական բանդիտներ եք, իմացեք, որ Հայաստանի հետ կապ չունեք։ Եղբայրների պահման վայրը մի քանի ժամ հետո է հայտնի դառնում։ Նրանց ամենավտանգավոր հանցագործների պես ոստիկանատուն են մտցնում։ Երիտասարդների մեղքն այն է, որ զգայուն են արձագանքել պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզչական խմբի ու թիկնապահների ներխուժմանը եկեղեցի։ Դրությունը լարվում է, երբ Փաշինյանը խորանին մոտենալուց դպիրներին ու սարկավակներին եղբայրով դիմելուց հետո փորձում է դուրս գալ եկեղեցուց, ճեղքելով աղոտ քանող մարդկանց բազմությունը։ Այդ պահին երկվորյակ եղբայրներից մեկը ՊՊԾ աշխատակցին հորդորում է իրեն այդպես չնայել։ Ես ուզում եմ մեջտեղ քանդեմ, Ականատեսները պատմում են, վարչապետի թիկնապահը բռունցքով հարվածել է դպրոցական տղայի ծնոտին, նա ընկել է գետնին։ Խայտառակ իրարանցում է սկսվում եկեղեցում։ Հավատացյալները սադրանք են համարում ներկուսակցական քարոզարշավը եկեղեցի մտցնելու ՔՊԱ-կանների փորձը։ Աղմկոտ միջադեպից հետո իշխանական քարոզչամեքենան կատաղի հարձակումներ է գործում երկվորյակ եղբայրների վրա, թե նրանք քաղաքական պատվեր են կատարել եկեղեցում։ Նրանց մայրը պնդում է, իր որդիները քաղաքականությամբ երբեք չեն զբաղվել։ 12-րդ դասարանի գերազանցիկ աշակերտներ են, որոնք պատարագի են գնում ամեն կիրակի։ Ծաղկազարդի կիրակի գիշերը ձերբակալվածների պահման վայրում են անցկացրել եղբայրները, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Պաշտոնական աղբյուրի ձևակերպամբ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով են ձերբակալվել նրանք ու ևս մեկ հոգի։ Իրավապաշտպանները տարակուսած են։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեություն ծավալելու համար էր պատարագի ժամին եկեղեցի մտել։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։